Հաշվարկով ընտանիք չի կազմվում։ Հաշվարկով կազմվում է բիզնես տանդեմ։ Դա կարող լինի երկու պարտներներ, որոնք որ հետո երեխա էլ ունենան, հասկացանք, որպեսզի այդ երեխեքը հետո այս երկուսի ստեղծած բարիքը վայելեն, ոչ թե դա ստեղծվում է հույզերի վրա։ Ընտանիքը հուզական ֆոնի վրա ստեղծված միավորը, հույզի վրա է ստեղծված։ Երբ որ մի տղա ու մի աղջիկ փողոցում, չգիտեմ որտեղ, այսպես լույսի տակ, այսպես հասկացաք, ու սա ասում է ես առանց քեզ կմեռնեմ։ Հիմա լսեք, սա հուզական բաներ եմ ասում։ Շեքսպիր, ինքնասպանություն, այս սա ընտանիքին բերող իրավիճակները, հասկացեք, այս է ընտանիքը։ Ընտանիքը չի լինում, ես 1 միլիոն ունեմ, դու էլ 1 միլիոն ունես, արի իր հետ փսակվենք, որ 2 միլիոն դառնա, մեր երեխեքի մնա։ Բայց այսօր այդպես է։ Ընտանիք, եկեք դրան ընտանիք չանվանենք։ Հասկացաք, եկեք դրա անունը դնենք բիզնես տանդեմ, եկեք ասենք օքեյ է, էդ էլ է օքեյ տարբերակ, այո, միշտ եղել է թագավորական ընտանիքների իշխանականները, տարբեր մարդիկ, ովքեր ունեցվածք ունեն, իրանց երեխոն չեն տվել մի հատ սագապանի ու բոլոր եկյատներում այդ կռիվը կա, չէ՞ որ սագապանը սիրարվել է իր աղջկա վրա, ինքը կռիվ անում, կտրում է, որ հանգարջ փսակնի, օքեյ, էս նորմալ է էսա, հասկացար, կան չգիտեմ տուրնիրներ են արել, թաշկինակ ակցիա, որ հարուստ ինչ որ ասպետներ կան, ուժեղներ կան եւ այլն, որ իր հարստուց էս ուրիշ նպատակ է ունեցել։ Բայց հիմա մենք ուրիշ ժամանակում ենք, չէ՞։ Մեր երեխան գալիս է ասում է, գիտես, պապա, ասում է, Չինաստանում այնքան գեղեցիկ աղջիկներ կան, ասում է, մեկին բեր տուն։